Բարև ձեզ, եթերում բուն զրույց ընտրություններ հաղորդաշարն է, ես Աննա Մինասյանն եմ։ Ընտրությունները ժողովրդավարության հիմքն են, բայց դրանք արդյունավետ կարող են լինել միայն այն դեպքում, երբ հասարակությունը վստահում եւ մասնակցում է գործընթացին։ Հասկանալու համար, թե ինչպես են Հայաստանում անցկացվում ընտրությունները, ովքեր եւ ինչպես են ապահովում, որպեսզի դրանք լինեն ազատ, արդար եւ մրցակցային, այսօր ինձ հետ է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը, շատ շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Պարոն Հովակիմյան, սկսենք հեռվից, բայց կարևոր մի հարցից, թերևս պարզ, բայց միշտ պարզաբանման ենթակա, ինչով է զբաղվում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ինչ եք դուք անում եւ ինչ դուք չեք անում, որպեսզի ընտրությունները լինեն ազատ, արդար եւ մրցակցային։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր մանդատով կազմակերպում է ընտրություններ։ Կազմակերպել ընտրությունները հետևում ընտրությունների օրինականության նկատմամբ օրենսդրական ձևակերպումն եմ ասում։ Իրականում, տեսեք, ես կարող եմ օրինակ բերել, երբ որ օրինակ ընտրությունները ավարտվում են, բոլորի մոտ տպավորությունը, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, այսպես ասենք, պարապորտի համար։ Իրականում սկսում է պատրաստել մյուս ընտրություններ։ Այսօր այս փուլում, այս ամռանկն ավելի զբաղված, ավելի ծանրաբեռնված է աշխատում, քան օրինակ ասեմ նախընտրական փուլերում։ Որտեղ շատ ժամանակ ուզում եմ որ մենք դրա մասին խոսենք, այդ ինչը, այդ նախապատրաստական աշխատանքը, այդ ընթացիկ աշխատանքը, ինչ է իրանց ենթադրում։ Ասեք, բերեմ օրինակ, ներկայիս մեր ամբողջ թվային համակարգը, այսինքն էլեկտրոնային գործիքները, ամբողջ համակարգը, որ ունենք, արդեն մի քանի ամիս է գնահատման փուլում են։ Գնահատման փուլում են նաև մեր կանոնակարգերը, որտեղ նոր գործիքներ են ավելանում։ Այսինքն մենք նաև գնահատում ենք մեր հնարավորությունը, ինչ նոր գործիքներ կարող ենք ավելացնել։ Այդ հնարավորությունը, այսինքն կարող ենք թե որ սարքավորումները, օրինակ սարքավորումները 3 ամիսը մեկ պարբերականությամբ, 6 ամիսը մեկ պարբերականությամբ մանրակրկիտ դա որ ասում եմ 4500 սարքերի մասին է, որոնք որ պահեստավորված են։ Այդ ինչ որ սարքերի մասին է խոսքում, մատնահետքերի այդ ժողովրդական ինքը ընտրողի գրանցումը EID սարքերն են, որոնք որ ընտրողի նախատեսված են տեղամասում ընտրողի գրանցման համար։ Ու ներկայումս արդեն քանի որ մենք ունենք, այսպես ասենք, տեխնիկական ամփոփ բոլոր ամեն հատի ճշգրտությամբ սեպտեմբերին օրինակ նախատեսում ենք արտադրող ընկերության հետ, որպեսզի արդեն սկսենք, այսպես ասենք, ունենք սարքեր, որոնք ունեն թերություններ։ Մեզ պետք է որպեսզի մենք ունենանք 4400 գործող սարքընտրությունների համար։ Օգտագործում է 4000-ը, բայց 400-ը մնում է պահեստում։ Այսինքն պահեստավորված, դա համակարգն եմ ասում, որպեսզի պատկերացնեք, այսինքն ինքը մեր պահանջարկը տեղամասերում, որ տեղադրվում են ընդհանուր հանրապետությունում 4000, 4010, 4010։ Դա համապետական ընտրությունների դա համապետականի ժամանակ, բնականաբար թիմի ժամանակ քիչ է օգտագործվում, բայց համապետականի ժամանակ օգտագործվում է 4000 պլյուս 10-15 հատով, բայց առնվազն 400-ը պիտի լինի ընտրատարածքներում պահեստավորված, ծրվում է դա ընտրատարածքներում, դա ինչի համար է, որ եթե քվեարկության օրը հանկարծ լինի այնպիսի խափան, որ սարքը հնարավոր չի, ասենք, վերագործարկել, հետո մասնագետների հերթապահ խմբեր կան, մեզ մոտ իրենց, այսպես ասենք, այդ հիմնականում իրենք IT մասնագետ, որոշակի IT գիտելիքներ ունեցող երիտասարդներ են, տղա աղջիկ կապ չունի, ասեմ դա բան չի, որտեղ աղջիկները շատ կան, որ լավ IT մնագավորում լավ գիտելիքներ ունեն, իրենք հերթապահում են ընտրատարածքներին կցված են, այսինքն 38 ընտրատարածքները ըստ իրենց տեղամասերի ըստ սարքերի քանակության ունեն իրենց հերթապահ խմբեր, այ իրենք հերթապահում են որպեսզի սարքեր անխափան գործեն։ Հասկանալի է։ Իսկ լավ, եկեք այսպես մերօրյա օրինակով 2026-ին սպասվում են համապետական կարևոր ընտրություններ, խորհրդարանական ընտրություններ, ասացիք, որ դրանց նախապատրաստական աշխատանքները արդեն սկսված են, տեխնիկական ապահովումից զատ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը
որ փուլերում եւ ինչպես է հետևում, որպեսզի ընտրությունները անցնեն օրենքին համապատասխան, լինեն արդար, մրցակցային եւ որպեսզի լեգիտիմ լինի ի վերջո արդյունքը։ Գործնականում բոլոր փուլերում։ Ուղղակի այսպես ենք օրենքի կարգավորումները սկսվում են ընտրությունների նշանակելու պահից։ Այսինքն ընտրությունների նշանակման պահից են սուբյեկտները ի հայտ գալիս։ Ընտրությունների նշանակման փաստով հետագա արդեն ըստ օրենսդրության սահմանված գործառույթների արդեն նոր սուբյեկտները ի հայտ են գալիս։ Եվ նաև կարող ես ասել օրինակ օրենքի խախտում։ Օրինակ նույն քաղաքական գործիչների համար սահմանափակումները գործում են ընտրությունները նշանակելուց հետո։ Ավելին, ես կարող եմ ասել, տեսեք, մեզան մի մոլորություն կա, որը որ տասնամյակներով գալիս է ու անընդհատ որքան որ փորձում ենք այդ մոլորությունը, այսպես ենք վերացնել, դեռևս չի ստացվում, որովհետև շատ է նաև իրավական կրթվածության պակաս։ Բոլորին թվում է, որ քարոզարշավի փուլը դա այն փուլն է, երբ կարելի է քարոզչությամբ զբաղվել։ Իրականում քարոզարշավի փուլը սահմանափակման փուլն է։ Այսինքն մեզան մեր օրենսդրությամբ քարոզչությամբ չի կարելի զբաղվել բացառապես քվեարկության նախորդ օրը եւ քվեարկության օրը։ Քվեարկության հաջորդ օրը, այո, իրականում 5 տարի դու ազատ ես քարոզչություն իրականացնելու։ Քարոզարշավի փուլը պաշտոնական սահմանափակումների փուլ է, որովհետեւ քարոզարշավի փուլում այլևս օրենսդրությունը ասում է թե ինչպես կարելի է զբաղվել քարոզչությամբ։ Ինքը խաղի կանոնները ընտրական օրենսգիրքն է սահմանում։ Հասկանալի։ Իսկ մնացած ժամանակ ազատ են քաղաքական, այսինքն որպեսզի հասկանալի լինի, եթե քաղաքական գործիչները, քաղաքական ուժերը, օրինակ, ասենք քարոզչությունից դուրս բացառապես մեկ-մեկու չվիավորեն, այսինքն այն ինչ որ քաղաքացիական օրենսգրքով արգելում, այսինքն զրպարտություն վիավորանք չլինի, իրենք մնացածում ազատ են, իրենք կարող են, չգիտեմ, օրինակ բաներներ, վարձակալեր, հեռուստայի եթերներ, օրինակ վճարովի վարձակալել, գնալ, չգիտեմ, քաղաքացիների հետ հանդիպել անսպար, այսինքն ինչ իրենց երևակայությունը, ինչ իրենք կարող են անել։ Քարոզարշավի փուլում իրենք կարող են անել բարձր օգտվել միայն այն գործիքներից, որը որ հնարավորություն է տալիս օրենսդրության, այսինքն իրենք արդեն քարոզարշավի փուլում սահմանափակված են։ Եվ այդտեղ է որ կենտրոնական դրականներով հետևում է, որպեսզի կանոնները չխախտվեն, լինի արդար մրցակցություն կողմերի միջև։ Գիտեք, ես մրցակցության պահով մի բան կասեմ։ Մրցակցությունը, եթե զուտ խաղի կանոններ կրի գործառույթը խաղական օրենսդրության պահպանումը ապահովելն է։ Բայց մրցակցության համար շատ ամենակարևոր բան, ընդհանրապես երբ որ խոսում ենք ժողովրդավարություն, ամենակարևորը դա քաղաքական ուժերն է։ Բնականաբար, այո։ Զարգացած, ես այսպես կարող եմ ասել, չկա ժողովրդավարություն առանց զարգացած քաղաքական ուժերի։ Այո։ Բայց եթե օրինակ ցանկանում ես որևէ օրինակ երկրում ժողովրդավարություն չզարգանա, պիտի հետևականորեն վարկաբեկես կուսակցություններին։ Հնարավորություն չտաս որպեսզի կուսակցությունները զարգան, այսինքն ստեղծես մի բացասական մթնոլորտ, որ օրինակ կուսակցական լինելը, քաղաքականությամբ զբաղվելը դա շատ վատ բան է, չեմ ուզում այլ կերպ որ տահած ու դա ես կարող եմ ասել։ Ասեք, սա նպաստում է, որպեսզի քաղաքական ուժերը չզարգանան, որպեսզի օրինակ ու պայծառ երիտասարդը, որը օրինակ կրթություն է ստանում եւ ինչ որ իր կյանքում ունի օրինակ երազանքներ, ինչ ամբիցիաներ, լավ իմաստով էլ, բարի ամբիցիաներ, ինքը երբեք չգնա դեպի քաղաքականություն, չգնա դեպի կուսակցություն։ Դա նպաստելու է, որպեսզի կուսակցությունները իրենք չլինեն զարգացած։ Իսկ երբ որ կուսակցությունները զարգացած չեն, քաղաքական միջավայրը այս ամբողջը սկսում է կախվածություն ունենալ անհատներից։ Եթե տվյալ պետության, այսպես ենք, բախտը բերում է անհատները իրենց ուղղակի իրենց կամքով նպաստում են ժողովրդավարության զարգացմանը, նպաստում են։ Այսինքն տիպը ժողովրդավարություն, բայց եթե կուսակցությունները չզարգանան, այսինքն չլինեն զարգացած քաղաքական ուժեր, այսինքն ինի այդ քաղաքական պրոդուկտը նույն անհատի
այսպես ենք հանուն ժողովրդավարության իր կամքի արդյունքում կարող են գալ ընտրվել անհատներ, որոնք այլևս այլ կամք կունենան։ Եվ կստացվի, որ նորից վերադարձ իր շրջանություն։ Եվ այստեղ է կարևորը, երբ որ ասում ենք մրցակցության համար կարևոր են կուսակցություններ, որովհետև օրենսդրությունը, տեսեք, մեր օրենսդրությունը իր տեսակով ընտրական օրենսգիրքը ես դեռ պատգամավոր ժամանակ ասում եմ ինքը թերություն ունի, որովհետև ինքը շատ մանրուքներ է կարգավորում։ Դապես ճիշտ չի, երբ որ օրենսգիրքը, սահմանադրական օրենքը ամեն մանրուք կարգավորում է, որովհետև երբ որ սահմանադրական օրենքը փոխելը դժվար է։ Եվ կյանքի զարգացման բերումով, երբ որ լինում է փոփոխություններ, դու ըստ էության այն մանրուքները, որոնք որ սահմանադրական օրենքում գրված, այլևս չես կարող փոխել։ Օրենսդրության տեսանկյունից ավելի ճիշտ է, երբ որ օրենսգիրքը խաղի կանոնների սկզբունքներն է սահմանում։ Արդեն նորմատիվ իրավական ակտերով տվյալ դեպքում ԿՀ-ն է սահմանադրական այն մարմինը, որը պիտի կազմակերպի, ինքը պիտի այն մանրուքները իր կարգավորումներով սահմանի։ Դա հնարավորություն է տալիս, որ կյանքի ընթացքում, երբ որ որոշակի զարգացումներ են տեղի ունենում, հնարավորություն է ունենում նույն ԿՀ-ն փոխելու, շտկելու, այսինքն նոր իրողություններին համապատասխան կարգավորում այդ մանրուքները շտկելու։ Բայց մեր պատմական փորձով այնպես է ստացվել, որ մեր ընտրական գործընթացը կարող է տարածել թե ամբողջությամբ ընտրական օրենսգրքում է։ Սա լավ ուրիշ չի, որ այսպես է, բայց ունենք այդ փաստը։ Պարոն Հովհաննիսյան, մի հարց էլ տամ ԿՀ-ի մանդատի վերաբերյալ, հետո անցնենք, դուք արդեն սկսեցիք խոսել ձեռքբերումներից եւ մարտահրավերներից, անցնենք այդ մասին, բայց մի բան պիտի ճշտեմ, որովհետեւ նաեւ տարածված, հա, կարծեք այդ որ ասում եմ ինչ է անում ԿՀ-ն եւ ինչ չի անում։ Կարող եք մեզ ասել, տեսակ այդ կար տարիներ, տասնամյակներ եւ չգիտեմ հիմա դեռ պահպանվել է թե չէ, ԿՀ-ն որևէ ձևով ընտրությունների արդյունքների վրա ազդելու ցանկություն մի կողմ հնարավորություն ունի։ Եկեք այսպես պատասխանեմ։ Ներկայումս ոչ։ Ավելի այսինքն ներկայիս օրենսդրությունը ամբողջ մեր կարգավորումները այլևս որևէ մեկին հնարավորություն չեն տալիս ընտրությունների արդյունքների վրա ազդել։ Նկատի ունեմ ազդել գիտեք ոնց փոխել, նկարել օրինակ քվեարկության արդյունքներով։ Որովհետև ես ինչու այսպես ձևակերպեցի, որովհետև նույն օրինակ հանրաճանաչ մարդիկ, հեղինակություն ունեցող մարդիկ, իրենց կարծիքը արտահայտելով ըստ էության ազդում են ընտրությունների վրա։ Բայց սա այն օրինական ազդեցություն է, այսինքն նկատում եմ քարոզչության։ Երբ որ որևէ օրինակ գործիչ ինքը լավ ռետոր է, խարիզմա ունի, ինքը բնականաբար ինքը կարողանում է ընտրողի այսպես ենք ընտրողի մոտ կարծիք ձևավորել։ Բնականաբար դա բայց օրինական ազդեցություն եւ ուսումված եւ մեծան է։ Ինչ վերաբերում է այսպես ասած այդ երբ որ ասում են ազդել ընտրությունների արդյունքների այդ ճակերտավոր ազդել է ասում, այսինքն փոխել ոչ։ Ըստ էության 16 թվականի օրենսգիրքը, որ ընդունվել է, երկար նաեւ միջազգային կառույցների այսպես ենք մեծ հովանավորության ես մեծ աջակցության ըստ էության ինքը հնարավորություն չի տալիս որևէ մեկին, ոչ միայն ԿՀ-ին, այլ որևէ մեկին արդյունք փոխել։ Որովհետև վերահսկման գործիքները ահավոր շատ են։ Շատ լավ, հասկանալի է։ Տեղամասում միջադեպ եղել է թե ոչ։ Տեղամասը նախորդ օրվանից արդեն հեռարձակվում է։ Իհարկե լայն հեռարձակումը այսպես ենք հանրային սկսումա քվեարկությունից առաջ, բայց տեսանկարահանումը դեռ երբ որ տեղամասերը կահավորվում են, տեսանկարահանումը սկսվում է։ Սա ասեմ որ կա ու դա պահվում է այդ ամենը։ Այսինքն երբ որ որևէ մեկ ասում է տեղամասում ինչ որ բան ա եղել, որ տեղամասում միկրոճշգրտությամբ կարելի է հետ գնալ ստուգել։ Արդյունքները թղթային են։ Այսինքն
այնպես չի որ ինչ որ մեկը փոխեց հետքը չի գտնվել։ Այսինքն կարելի է ասել, որ ընդ որում երևի թե այո, նույնիսկ ոչ 18-ից հետո, այլ նույնիսկ 18-ից առաջ էլ վերջին տարիներին արդեն իրավիճակը այնպեսին էր, որ ոչ թե խախտումները կամ խնդիրները լինում էին ընտրության օրը, այլ թերևս ընտրության օրվանից առաջ։ 17 թվականի ընտրությունների մասին, այսպես ասենք, շատ բան ասել, բայց կարող եմ մի բան ասել, 17 թվականի ընտրություններին անկախ ով համաձայներ արդյունքների հետ ոչ, բայց մարդիկ իրենց ձեռքով էին գցել հրաթերթիկները։ Այո։ Դա այդ տեսագրություն, այսինքն ամբողջ ընտրական գործընթացի տեսագրությունը կա։ Շատ լավ։ Այսինքն ապօրինի միջամտությունները ընտրական գործընթացին, եթե այդպիսի կան, կարելի է ասել տեղի են ունենում մինչ ընտրախցիկ մտնելը մարդու։ Այսինքն, եթե խոսում ենք, չգիտեմ, ընտրակաշառքների այլ տեսակի ապօրինի ազդեցության ընդդիմությունը խոսում է վարչական ռեսուրսի կիրառման մասին, այսինքն ցանկացած միջամտություն ընտրողի կամքի վրա տեղի ունենում ոչ թե քվեախցիկում եւ հետո ընտրությունների հաշվարկների ժամանակ, այլ եթե տեղի ունենում մինչ այդ։ Միջամտություն, այսպես ասենք, մինչև ընտրողը կմտնի տեղամաս, միջամտությունները ոչ ոք չկարող բացառել։ Այդ թվում ես կարող եմ ասել, նույն ընտանիքների ընկերական շրջապատ, չգիտեմ, ես ամենաանմեղ բաներն եմ։ Ես չեմ ասում, որ օրինակ գործատու աշխատող հարաբերությունները կարող են, չէ՞, մարդիկ, ասենք, փորձել իրենց կամքը պարտադրել իրենց, ասենք, ենթադրյալ ազդեցության ներքո գտնվող մարդկանց։ Բայց տեղամասում մեր համակարգը այնպեսին է, որ տեղամասում ընտրողը ազատ է։ Հասկանու՞մ եք, ու այստեղ շատ կարևոր է այս հանգամանքը, գիտեք, կարող է ինչ անել։ Մարդիկ մոռանում են մի բան, հատկապես նրանք, որոնք ովքեր որ փորձում են իրենց ազդեցությունը պարտադրել։ Երբ որ տեղամասում ընտրողը ազատ է, ցանկացած ազդեցություն, որը եղել է տեղամասից դուրս, չեղարկվում է։ Ոչ թե չեղարկվում, այլ հակառակ ազդեցություն է ունենում։ Նույնիսկ Ես կարող եմ ձեզ այսպես ասենք, վերջի տարիների արդեն ասենք առնվազն 5 տարիների փորձը ցույց է տվել, որ երբ որ որևէ կլինի տեխնացու, կլինի գործիչ, փորձում է ընտրողի վրա ինչ որ կերպ ազդել, ինքը բացական, այսինքն հակառակ պատկերն, հակառակ արդյունքն է ստանում։ Սա զգուշացում ապագա ընտրության մասնակիցներին։ Իրական է։ Ես սա ասում եմ, որովհետև շատերը չեն գիտակցում, շատերը դեք այսպես ասենք, մարդ, որը ունի ենթական, չգիտեմ, ինչ որ քանակությամբ աշխատողներ ունի ենթական։ Էական չի, ինքը պետական համակարգի աշխատող է, թե օրինակ մասնավոր սեկտորի, ասենք գործարար, որը ունի աշխատողներ։ Իրեն կարող է թվալ, որ ինքը կարող է իրենից, ասենք, կախվածություն ունեցող անձանց ինչ որ բան պարտադրել։ Այնք կարող նրանք իր դեմքին կասեն այո, ասեն կհամաձայնվեն, կասեն ինչպես կասեք եւ այլս, սենց, բայց համոզված եղեք տեղամասում մարդը իր էությամբ ազատ է։ Պապես ազատ է, այսինքն չի կարող որևէ ձևով իր այդ գործատուն, որին ինքը խոստում է տվել, չի կարող հնարավորություն չունի հետևել արդյոք ինչ արեց։ Չի կարող, հնարավորություն չունի, որովհետև այս մեր տարբեր քվեաթերթիկների համակարգը հնարավորություն չի տալիս, որովհետև դու, չգիտեմ, ուզում ես պահանջի, որպեսզի օրինակ ինքը, չգիտեմ, ինչ-որ բան նկարի, հա կնկարի։ Ինքը նկարի, հետո նույն քվեախուցից ինքը կվերցնի իրեն անհրաժեշտ քվեաթերթիկը դնի կծարան նոր կգնա։ Մենք միշտ կատակենք, սրայից կատակենք, ասում ենք, եթե ընտրողին պահանջենք, կարող է նույնիսկ ասենք շնորհավոր ամանոր սուրբ ծնունդ, ասենք ասել, ահա, ձեր պահանջած, ասենք ստացեք, ապահովի, բայց ինքը միևնույն անելու այն ինչ որ ինքն է ցանկանում ու ներկայիս արդեն միջավայրը այնպեսին է, որ ըստ էության ցանկացած ազդեցություն բերելու բացական է։ Այսինքն եթե որևէ մեկը փորձեց բացի համոզելուց, բացի խնդրելուց, գաղափարապես համոզելուց, փորձեց այլ կերպ իր արդյունք ստանալու է հակառակը։
ու դա եւ բացի դրանից քրեական նախատեսված է։ Ասեք քրեականի համար, երբ որ ինք իմանաս դրա մասին, երբ որ հանրություն է, երբ որ դա կբացահայտի, երբ որ մարդը կբողոքի։ Երբ որ 2 հոգի կամ չգիտեմ 3 հոգի, ինչ-որ տարածքում, փակ տարածքում, այսպես ենք, ու որևէ մեկը դրա մասին չի բարձրաձայնում, դա չի իմացվի, այսինքն օրենսդրության պատասխանատվություն վրա է ասում, երբ որ դա իմացվում է, դրա մասին ինչ-որ կերպ իմացվում է, բայց կարող է նաև չիմացվել, բայց սա ինչի համար եմ ասում, որովհետև բոլոր այն մարդիկ, ովքեր որ մտածում են, այ իրենք, օրինակ ժամանակին կար խոսույթ, որ ես այսքան ձայն չկա, վերջ։ Այսինքն ոչ որ Վակիմյան նաև ճիշտ ենք, մարդը ենթադրենք բախվել է նման իրավիճակի, հա, իր գործոտուն կարևոր չի որ ոլորտի մասնավոր պետական հաղորդում ում ոստիկանությանը թե ԿՀ-ին Չէ, դատախազության։ Դատախազության։ Քննչական կոմիտե, հակակոռուպցիոն կոմիտե, ընտրական հանցագործությունները քննում է հակակոռուպցիոն կոմիտեն, նայած դեպքերում էլ քննում է։ Այսինքն ինքը պետք է զանգահարի ուր, եթե իր հետ ինքը կարող է ամենահեշտ տարբերակը, ինքը կարող է գալ դիմում գրել, մենք այդ դիմումը կհասցեագրենք գլխավոր դատախազին, գլխավոր դատախազն էլ արդեն հանրարականով ուղարկի համապատասխան եւ կապ չի ունենա արդյոք դա ինքը մարզպետարանի աշխատող է, դպրոցի թե Ես ավելի կարող եմ հավաստիացնել, որ հետևանք ունենա։ Դա կունենա կոնկրետ հետևանք։ Հասկանալի է։ Շնորհակալություն, սա շատ ոգևորիչ էր եւ կոչ անենք ընտրողներին, որպեսզի հետևողական լինեն իրենց ձայնը միայն իրենց ձայնն է, իրենց որոշումն է եւ նույնիսկ եթե ինչ-որ մեկը ստիպում է ինչ-որ բան անել, կարելի է նախ Վերսատիկումների ուրիշ բան անել եւ երկրորդը դիմել։ Այո, մենք ընտրությունների ժամանակ դա ընդհանրապես կյանքին է վերաբերվում։ Այո։ Ընդհանրապես կյանքին է վերաբերվում։ Մեր կյանքում լավ ընտրություն չկա։ Մենք ունենք ազատություն։ Մեր ազատությունը կարող է սահմանել բացառապես օրենքներով։ Օրենքից դուրս որևէ սահմանափակում, որ անձին պարտադրվում է, ինքը պետք է պաշտպանի։ Համոզված եք, երբ որ մարդիկ պաշտպանում են իրենց իրավունքները, նույն են պոտենցիալ ազդեցություն ունեցող, այսպես ենք, չեմ ուզում ասել իշխանություն ունեցող, որովհետև նույն գործատունն էլ մասնավորի գործատունն էլ իշխանություն ունի։ Ինքը յուրատեսակ իշխանություն ունի իր աշխատողի նկատմամբ։ Չեն համարձակվի։ Հասկանում եք, այս շատ կարևոր է այս հանգամանքը, որովհետև սրանով է պայմանավորված։ Ուղղակի ընտրությունների ժամանակ հանվոր խաղադրույք է, այսպես ասենք, խաղադրույքը ինքը պետության կառավարում է կամ համայնքի կառավարում է, այսպես սրվում է, բոլորը դրա մասին այսպես գալիս հիշում են, բայց իրականում մեր ընդհանուր կյանքում պիտի դա լինի։ Մարդը պետք է իր իրավունքների մասին տեղեկացված լինի եւ պետք է կարողանա Մարդու ազատությունը մարդը ազատ է մինչև այն պահը, երբ որ ինքը խախտում է դիմացինի ազատությունը։ Այո։ Միշտ պետք է դա հիշել։ Պարոն Հովհաննիսյան, մի կարևոր խնդիր, որի մասին կուզենայի խոսել, նախ նաև ճշտել ձեզնից արդյոք դա խնդիր է թե չէ, ըստ ձեզ, վերջին հարցումների տվյալներով Միջազգային Հանրապետական ինստիտուտի հուլիսին անցկացված բավականին մեծ տոկոս քաղաքացիների նշել էր, որ այս պահին համենայն դեպս մտադրություն չունեն ընտրություններին մասնակցելու, բավականին մեծ ասածը իրականում երևի թե այնքան էլ մեծ չի, բայց 28% է կազմում այն մարդկանց տոկոսը, որ ասել է, որ եթե մի շաբաթից լինեին ընտրությունները, չենք մասնակցի, եւ եւս 12% էլ ասել են, որ կգնամ, բայց կփչացնեմ քրեաթերթիկս։ Այս երկու երևույթի մասին էլ կուզենամ խոսել։ Նախ այդ փչացնել, ի՞նչ է դա, եւ մարդկանց եւ մոտիվացիան, որը կարող է լինել դա անելու, գուցե արտահայտել քաղաքացիական դիրքորոշում, հա, ամեն ինչին է վերջից գամ Փչացնելը դա գալիս է հին ընտրակարգից տարիներով, որ այն ժամանակ, երբ որ կար մեկ քվեաթերթիկ, այսինքն տեխնացուներ, ու այսպես եթե դու չես գրում, քո փոխարեն կքվեարկեն եւ այլ այս բացական հիշողությունը որ կա, դրանց է գալիս։ Մարդը մտածում է, որ եթե օրինակ ինքը չգնա, իր փոխարեն չկա։ Որտեղ ստորագրված ցուցակներն են հրապարակում։ Այսինքն ինքը կարող է տեսնել։ Ու եթե որևէ մեկի փոխարեն ասենք քվեարկություն է եղել, դա քրեական ինֆորմացիա բավականին ծանր պատճով այդ համոզված եղեք։ Հիմա գանք ինչու մարդիկ, ասենք, այդպես անտարբերություն է։ Որ ասում քաղաքական դաշտը պիտի կայանա, դրա համար եմ ասում։
մարդիկ ինչ են գնում, երբ որ գնում ընտրությունների, երբ որ ընտրություններում ունեն իրենց, այսպես ենք, գաղափարակից, իրենց ցանկությունները, իրենց երազանքները կամ իրենց պատկերացումները արտահայտող քաղաքական ուժեր։ Երբ որ չկա քաղաքական դաշտում ինքը իր, այսպես ենք, իր տեխնացուին, իր քաղաքական ուժին չգտնում, ինքը ուղղակի չգնում ընտրության։ Այո։ Սա, այսինքն ես դրա համար եմ ասում, ժողովրդավարության համար առանցքային, այսպես ենք, անկյունակարը դա կուսակցություններն են։ Լավ։ Ես առիթ եմ ունեցել այնց ընկերական շփումներում, նաև քաղաքասարակության մեր գործընկերների հետ անդադ, որ այդ կուսակցական, կուսակցություն, այս ես ասել եմ, եթե դուք ցանկանում եք օգնեք, որպեսզի Հայաստանում ժողովրդավարություն դադարեք կուսակցություններին բացական լույսի ներքո ներկայացնելը, որովհետև առանց կայացած կուսակցությունների չկա ժողովրդավարություն։ Եվ ընտրություն Եվ եթե դու ուղղակի կուսակցություն երևույթին ես անդադ բացականով վերաբերվում, դու ուղղակի կամ գիտակցված կամ չգիտակցված ձևով, այսպես ենք, վնասում ես ժողովրդավարության կայացմանը։ Որպեսզի մեզանում ընտրողը ակտիվ լինի, պիտի լինեն կայացած կուսակցություններ, կայացած քաղաքական ուժեր ու ոչ թե անհատներ։ Անհատները դրանք պահին եկող առաջնորդներ են, տվյալ քաղաքական ուժի առաջնորդներն են։ Ինքը պիտի լինեն ինստիտուցիոնալ կուսակցություններ, որոնք որ այսօր ընտրություններում օրինակ մեծամասնություն կստանան կամ ամենաշատ ձայնը կստանան կհաղթեն, վաղը կպարտվեն, կգնան դաս կքաղեն 5 տարի հետո նորից կվերադառնան, այսինքն որպեսզի այս միջավայրը ստանանք, մենք պիտի ունենանք կուսակցություններ։ Եվ կներեք հավանաբար նույնիսկ ոչ թե գան, այլ ինչպես ամբողջ աշխարհում է, միշտ շարունակեն անել իրենց գործը, ուղղակի մի օր ընդդիմություն որպես մի օր իշխանություն։ Այդ դրա համար եմ ասում, ես մի օր ինքը որպես ինքը կունենա մեծամասնություն կստանձնի կառավարում, մի օր ինքը չի ունենա մեծամասնություն, ինքը հանդես կգա անդիմադիր դիրքերից եւ վերահսկողություն կիրականացնի։ Բայց որպեսզի այս միջավայրը ունենանք, դրա համար կայացած կուսակցություններ են պետք։ Պարոն Հովհաննիսյան, ձեր գործում աջակցող կամ խանգարող ինստիտուտներ կան Հայաստանում, նաև ոչ միայն նկատի ունեմ միայն պետական, հասարակական, քաղաքացիական հասարակությունը, դիտորդները, որևէ ձևով այս ընտրությունների աջակցող շատ։ Տեսեք, ինչն է, խանգարելը մեծ խանգարել դա հանցագործություն։ Այսինքն եթե որ մեկը մեզ խանգարի դա ուղղակի ես միշտ ասել եմ, ես տարիներով գրել եմ եւ որևէ կաշկադվածություն չունեմ, եթե որևէ մեկը փորձի այսպես մեր գործունեության խանգարել, ընդհանրապես հաղորդում գրել 5 րոպեի, ընդհանրապես 5 րոպե կխլի, բայց աջակցող շատ։ Տեսեք, օրինակ նույն դիտորդական առաքելության, հիմնական դիտորդական առաքելության իրականացող կազմակերպությունները իրենք շատ են աջակցում, որովհետև իրենք նաև իրենց ներկայությամբ զսպում են, այսպես ենք, պոտենցիալ բացասական դրսևորումները, որովհետև մեզանում կա ամեն դեպքում, չմոռանանք, բացասական հիշողություն ունենք մենք ընտրությունների հետ կապված, որը որ յուրաքանչյուր ընտրությունից հետո այո ոնց որ ավելի է հեռվանում, բայց միևնույն կա այդ բացասական հիշողությունը, ու դա իմ տպավորությամբ երևի սերունդներ պիտի փոխվեն, որպեսզի այդ հիշողությունը մեզանից ընդհանրապես ջնջվի ու մնա զուտ պատմության, այսպես ենք, պատմության էջերում, ու այսօր բացասական հիշողությունը անդադ կարող է թարմանալ, անդադ ու կարող են լինել մարդիկ ի վերջո այդ բացասական հիշողության այսպես ենք կատարողների իրականացնողը անձեր են եղել։ Նրանք էլի մեր շուրջ բոլոր ապրում են։ Նրանք չեն փոխվել, ուղղակի հնարավորությունն է, այլևս այդ հնարավորությունից զրկված են։ Որովհետև այդ երևույթները ես ուղղակի երևույթները շատ կարևոր է, որպեսզի ինքը պետական համակարգը դրա հնարավորությունը տա։ Ես միշտ ասում եմ, երբ որ պետական համակարգը աչք է փակում ընտրախախտումների վրա, այդ դեպքում
այո, խաղասարակությունը, լրագրողները, բոլորը կարող են ասել աղմուկ բարձրացնել, բայց արդյունքը իրական չի լինի։ Բայց երբ որ պետական համակարգի իր գործառույթները եկան, ցանկացած բացական դրսում, դե միշտ լինում է տեխնացուն ինչ որ ցանկանա ինչ որ, չգիտեմ, կուսակցությունը թե անհատները ցանկանա ինչ որ բաներ անել իրենց օգուտ խաղելու։ Բայց երբ որ պետական համակարգը, ասենք տվյալ դեպքում իրավապահ համակարգը իր գործով է զբաղվում, իր գործը իրականացնում, համոզված եղեք, դա ինքը առաջ փորձից հետո փոշմանում է, որ արել Որտեղ նույնիսկ եթե մտածում եմ, այ ինքը ինչ որ, չգիտեմ, կարգավիճակով, տարիքով պաշտպանում, այ իրեն բան չէ։ Իրական ոչ։ Համար խաղասարակությունը, ես ասեմ, կարող եմ ասել, որ տվյալ դեպքում ավելի շատ մեզ օժանդակողի դերում խաղասարակություն։ Շատ լավ։ Պարոն Հովհաննիսյան, մեր ժամանակը սպառվել է, բայց մի հարց եմ որոշել տալ բոլոր հյուրերիս, վերջում, բլից ռեժիմով թեկուզ։ Դուք նշեցիք բազմաթիվ խնդիրներ, նաև բազմաթիվ բարելավումներ, որ վերջերս տեղի են ունեցել վերջին տասնամյակում, կարելի է ասել։ Ընտրություններ են սպասվում 2026 թվականին, շատ կարևոր որոշ, որ տարբեր մարդիկ ասում են, որ շրջադարձային կարևոր ընտրություններ համապետական, ինչու պետք է մարդիկ գնան եւ քվեարկեն այդ ընտրությունները։ Հաշվի առնելով ձեր բոլոր այս նշած խնդիրները, որ կուսակցական համակարգը դեռ կայացած չի, այս խնդիրը, այն խնդիրը, բայց ժողովրդավարության կայացման համար ինչու պետք է գնան մարդիկ եւ քվեարկեն ընտրությունները։ Որ իրենք որոշեն։ Ինչու է մարդը, ասենք, այսպես ենք, ծնված օրվանից ինչ որ գործողություն կատարում։ Ինքն է չէ որոշում։ Մարդու կյանքը ի սկզբանե ընտրություն, անդադար ընտրություն է։ Շոր, չգիտեմ, ուղղակի միջև չափահաս դառնալը ծնողներն են հիմնականում ընտրությունը կատարում երեխաների փոխարեն։ Չափահաս դառնալուց հետո մարդը անդադ ընտրում է ինչ մասնագիտություն, ինչ, այդ թվում այսօր երեխան ու ամբողջ կյանքը ինքը երկար ընտրությունների շղթա է։ Ու հաջորդ 5 տարին, ինչու է 26 ընտրությունները, ազգային ժողովի ընտրությունները կարևոր է, որովհետև հաջորդ 5 տարվա պետության ճանապարհը ինչ ուղով է պետությունը ընթանալու, այդ ընտրությունները որոշվում են։ Ու եթե դու չես ցանկանում որ քո փոխարեն որոշեն, քեզ ուրիշները այսպես ենք հրամցնեն, չէ պարտադրել չի, երբ որ դու չես գնում, դա պարտադրել չի, երբ որ դու չես գնում դրանց, դա պարտադրել չի։ Դու ուղղակի ինքնական քո իրավունքը ընտրելու, որոշելու իրավունքը զիջում ես։ Եթե այսինքն այսպես եմ, կամ գնում ես ընտրության ինքդ որոշում ես, կամ այլ եթե չես գնացել ընտրության 5 տարի այդ ուղուց չես դժգոհում, ուղղակի զբաղվում ես քո կյանքով։ Մնացած ամեն ընտրությունը կատարում ես, բացի ասենք Շատ շնորհակալ եմ պարոն Ես եմ շնորհակալ հրավերի համար եւ հուսով եմ կշարունակվի այս քննարկումը եւ այո ընտրենք, որպեսզի որոշենք մեր ապագան։ Որոշենք։